Սելավադագիցներ, սելայորդինել գողջունենք ձեզ մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի պատվական անունով։ Եվ Աստծո փառք տանք այս գեղեցիկ այս հատուկ օրվան համար, որ կհամախմբվենք Տերը ճաշտելու եւ Տերը մեծարելու։ Գողջունենք բոլոր անոնք, որոնք գետիվին մեզի համացանցի միջոցով եւ կամ ICF-ն Get TV միջոցով։ Ուր որեք Աստված օրհնեցես առողջ բահե, հավատքով բահե, անփորձանք բահե եւ իր կամքը օրհնյալն է։ Մեր պաշտամունքները կշարունակվին ամեն գիրակի, 9-րդ անցած անգլերեն լեզվով պաշտամունք, ժամը 11 հայերեն լեզվով պաշտամունք անք, միասին զասված պաշտենք եւ մեծարենք։ Սելի ավադագիցներ, Աստուծո սրբազան խոսքեն այսօր առնված Մատթեոսի ավետարանեն 3-րդ գլուխ 13-ին 17-րդ համարներ գանցատարնա Տեր Հիսուսի մգրտության։ Մեր փոխասած ընթերցվածին մեջ վերարինք եւ պատկամին ընդմեջեն պիտի անցատարնանք այս համարներում։ Հիսուսի մգրտությունը եւ միևնույն ադեն Աստուծո ցայնը լսելը։ Շատ հաճախ հավատացյալներ եւ վստահ եմ մենք բոլորս մեր լուր հարցումներն մեկը ինչպես գրնամ Աստուծո ցայնը լսել։ Ինչպես կգնամ Աստծո ցայնը լսել իմ կյանքիս մեջ, իմ ալորիայիս մեջ, ինչպես կգնամ Աստծո ցայնը լսել իմ ծրագիրներուս մեջ, անգասկած բոլորս ալ գիտենք, գաբրինք աղմգոտ աշխարհի մեջ, ուր լեցուն է դարբեր գարձիկներով, վախերով, խոստումներով, խապուսիկ դալորինակ ցայներով։ Բայց Աստվածաշունչը կվգայե եւ միշտ կհիշեցնե, թե Աստված լուր չէ, ցայներ կան, աղմուկներ կան, բայց Աստված լուր չէ։ Եվ հարցը Աստուծո խոսելու բացաստակամությունը չէ։ Աստված միշտ կխոսի, այլ մեր դիրքը լսելու։ Մատթեոսի ավետարանին այս հատվածին մեջ կտեսնենք Հիսուսի մգրտությունը։ Մգրտության բահուն մենք կտեսնենք Աստվածաշունչի ամենեն հստակ դեպքերեն մեկը, ուր Աստված բացահայտորեն կխոսի։ Եվ այս հատվածը մեզի կբացահայտե ոչ թե միայն Աստված ինչ կխոսի, այլ նաև երբ, ինչպես եւ ինչու Աստված կխոսի։ Ուրեմն, ինչպես Աստծո ցայնը կլսենք։ Առաջին, Աստծո ցայնը լսելը հնազանդությամբ կսկսի։ 13-15-րդ համարներում մեջ կգարտանք, այն ադեն Հիսուս Գալիլեայեն Հորդանան եկավ Հովանեսին, որպեսզի անգե մգրտվի։ Հիսուս մեղավոր էր, որպեսզի մգրտվի։ Հիսուս մգրտության եկավ ոչ թե որովհետև մեղավոր էր, այլ որովհետև հնազանդ էր հոր կամքին։ Հովանես մգրտիչ փորձեց արգիլել, սակայն Հիսուսը ցավանոց։ Թող դուր հիմա վասնզի այսպես գվայել է մեզի, որ բոլոր արդարությունը կատարենք։ Հիսուս գամավորապար, ինքնաբերապար իր հոժար կամքով կխոնարհի։ Ցևովը Հիսուս ապաշխարության ճուրերուն մեջ կմտնե, մարդկության հետ նույնանալով։ Սերներ Աստծո ցայնը շատ անգամ հնազանդութենեն ետ կհնչե։ Ոչ թե
հնազանդութենեն առաջ։ Այսինքն նախ Աստուծո պետք է հնազանդ լանք, պետք է հնազանդենք եւ ապա Աստուծո ցայնը լսենք։ Ինչպես Աստուծո ցայնը պիտի լսենք, երբ անհնազանդ ենք Աստուծո։ Ցևով մը գլսենք անոր ցայնը, որը հնազանդ ենք։ Իսկ որ անհնազանդ ենք, ցայնը չենք լսել։ Եվ նույն Աստուծո բարակային։ Եթե հնազանդ չենք Աստուծո, պիտի չլսենք Աստուծո ցայնը։ Երբ մեր պատմության նայենք, պիտի տեսնենք Մեսոպ Մաշտոց նախաբես չուներ երկնային ցայն, չուներ հրաշք, չուներ դեսիլք, բայց հնազանդ սիրտ ուներ ժողովրդին ծառայելու համար։ Երբ այդ հնազանդությունը իր ամբողջական գագաթնագետին հասավ, Աստված իր ժամանակին իմաստության թուրը բացավ եւ հայոց այփուփենը տվավ։ Ընդհանրապես հավատացյալներ գսեն գուզեմ Աստծո ցայնը լսել։ Բայց իրենց ցանկեն գարկ մութ եւ ծածուկ բաժիններ Աստծո կբահեն։ Սելեր մեր հնազանդությունը Աստուծո չստիբեր, որ Աստված խոսի։ Հնազանդությունը մեր սիրտը կբարձրացնե Աստուծո ցայնը ճանչնալու եւ լսելու։ Երկրորդ, Աստուծո ցայնը հաջող խոնարհության բահերուն կհնչի։ Հատվածին 16-րդ համարին առաջին բաժինին մեջ կգարտանք, երբ Հիսուս մգրտվեցավ, շուտ մճուրեն դուրս ելավ։ Ինչպես գիտեք, Հորդանան կետը բալատ մչեր, ոչ ալ բալադի մը ավազանը, կամ կետը, ոչ ալ սրբավայր մը մարդկային չափանիշներով։ Բարձաբես աղդո չուրմը, բարձ միջավայրը, սովորական հասարակ ժողովուրդը։ Բայց այդ բարձ դերը հոներ, որ երկինքը գպացվի։ Սելև միշտ հիշենք Աստուծո ցայնը հաջող գլսվի ոչ թե բարձր փեմերու վրա, այլ խոնար սրտերուն մեջ։ Աստուծո ցայնը չի լսվի հբարդության մեջ։ Աստուծո ցայնը գլսվի խոնարհության մեջ։ Հիսուս խոնարհեցավ, ճուրին մեջ իջավ, որպեսզի երկինքը անոր վրա բացվի։ Եվ մեր պատմության մեջ, մեր ընտանիքներու պատմության մեջ, պիտի տեսնենք բազմաթիվ հոգևոր վերածնունդներ, վերստին ծնունդի պատմություններ, ուր եղած, հալածանքի մեջ, քաղաքականության ադեն, բանտեղտության մեջ, լուր լրության ժամանակներուն մեջ։ Եվ եթե այդ պատմության երթանք Վարդանանց պատերազմի բարդութենեն ետք, ժողովուրդը մարդկային հաղթանակ չուներ։ Աստուծո ցայնը սակայն հզոր գերբով գհնչեր անոնց հավադարմության մեջ։ Սելիներ, երբ մենք աղոթքով, ապաշխարությամբ, լուր սպասումով գխոնարհենք, այն ադեն Աստուծո ցայնը ավելի հստակ լսելի կդառնա մեզի։ Երրորդ, Աստուծո ցայնը երրորդության մեջ կվգայվի։ 16-17-րդ համարներուն մեջ կտեսնենք երկինքը բացվեցավ, Աստուծո հոգին իջավ եւ երկինքեն ցայն մի եկավ։ Այստեղ կտեսնենք քրիստոնեական աստվածապանության երրորդության ամբողջական պատկերը։ Որդին ճուրին մեջ, հոգին աղավնի նման, հայրը խոսող ցայնով։ Սելիներ, Աստուծո ցայնը իր սուրբ հոգին կամ իր որդին հետ երբեք հագասության մեջ չէ։
Ինչպես որ արևեն լույս, դակություն, ուժ կստանանք, նույնպես իրական եւ ճշմարիտ աստվածային ցայնը միշտ Քրիստոսը կհաստատե եւ եկեղեցին հավատացյալների խումբը կգառուցե, գաճեցնե առանց որևէ հագասության։ Ուրեմն միշտ մեր մտքին մեջ ունենանք ցայներ շատ կան, ինչպես պիտի զանազանենք Աստուծո ցայնը այլ ցայները։ Այն ցայնը, որ Աստվածաշունչը կհագասե, այն ցայնը, որ Աստվածաշունչը կհագասե, Հիսուսը կնսեմացնե եւ հպարտություն կառաջացնե փոխան խոնարհության, կնշանակե թե այդ ցայնը Աստծուց մեջ չէ։ Անգամ նալսեմ։ Այն ցայնը, որ Աստվածաշունչը կհագասե, Հիսուսը կնսեմացնե եւ հպարտություն կառաջացնե փոխանակ խոնարհություն, կնշանակե թե այդ ցայնը Աստծուց մեջ չէ։ Այսօր նաև Աստուծո ցայնը Աստվածաշունչին, Սուրբ Հոգին, հավատացյալների խումբին, եկեղեցին միապանության մեջ կլսվի։ Եվ ոչ թե հավատացյալներու, բայկարներու, պատերազմներու մեջ։ Շորս։ Աստուծո ցայնը կհաստատե նախ ինքնություն եւ ապա առաքելություն։ 17-րդ համարին մեջ կգարտանք. Ասիգա է իմ սիրելի որդիս, որուն հավներ եմ։ Հետաքրքրական է նկատել, թե Հիսուս դակավին հրաշք չէր գործած, ոչ ալ քարոզած էր, ոչ ալ բժշկած էր, բայց հայրը արդեն որդին կհաստատե։ Սիրելիներ, միշտ հիշենք, որ Աստված մեզ կսիրե նախքան մեր գործերը։ Աստված կսիրե մեզ նախքան մեր գործերը։ Անոր ցայնը նախ մեր ինքնությունը կհաստատե եւ ապա մեր ծառայությունը։ Հետաքրքրական է, հայրը չսավ, եթե հաջողի իմ որդիս պիտի լա։ Չսավ, եթե հաջողի իմ որդիս պիտի լա։ Ասավ, ասիգա է իմ սիրելի որդիս, որուն հավներ եմ։ Որ մենք ետ կտեսնենք դեր Հիսուսի կյանքը, հրաշագործությունները, ծառայությունները։ Շատեր հալածանքներու մեջ ապրելով սորված են, որ իրենց արժեքը պայմանավորված չէ իրենց հաջողություններով, այլ դեր Հիսուս Քրիստոսի մեջ որդեգրությամբ։ Նախ մենք պետք է ընդունենք Աստուծո զավակը լալուն, որ մեր ետքը մեր ծառայությունները։ Այսօր շատեր կբայքարին Աստուծո ցայնը լսելու, որովհետև այբանվել է գվախնան։ Գիտեք, մեկը չկա, որ գադարյալ 100% արդար։ Բոլորս ալ մեղավոր։ Եվ գվախնանք այբանվինք։ Ինչու ասիրիր, ինչու ադիրիր, ինչու այդպես ադիր։ Բայց հիշենք սիրելիներ, Աստված որդեգրությամբ կխոսի, ոչ թե մերժելով։ Եվ գիտենք ով են Քրիստոսով, այն ադեն կրնանք Աստուծո ցայնը շատ ավելի հստակ լսել։ Շատ ավելի հստակ ճանչնալ։ Եվ 5-րդ, Աստուծո ցայնը անաբադի փորձառության կպատրաստի։ Այս հատվածեն ետք Մատթեոսի ավետարանին 4-րդ գլուխին մեջ կտեսնենք Հիսուսի փորձությունը անաբադին մեջ։ Հոսք կտեսնենք հորթանանի ցայնը Հիսուսին հետ անաբադ կուկա։ Այսինքն Աստուծո խոսքը, որ այսօր կլսենք, պետք է մեր սրտին, մտքին, հոգին մեջ բահենք վաղվան փորձության եւ նեղության համար։ Ինչպես որ զինվորը
Պատերազմի ադեն գհիշե եւ գործնականացնե իր մեծավորին ուսուցումները։ Նույնպես հավատացյալը, որովհետև Աստծո ցայնը ոչ թե միայն գհանգստացնե, Աստծո ցայնը գզորացնե, հատկապես երբ ադեններ կգարձենք, թե երկինքը լուր է եւ Աստծո ցայնը չենք լսել։ Եվ այդ պատճառով կհարցնենք, ուր է Աստված։ Ինչու Աստված չի պատասխանել, ուր է Աստված, ինչու Աստված չի խոսի։ Իմ հիվանդությանս մեջ, իմ ցավիս մեջ, իմ մահվան մեջ, իմ անկործությանս մեջ, իմ դակնաբալից վիճակներուս մեջ։ Մենք կգարձենք, որ Աստված լուր է։ Աստծո ցայնը գզորացնե մեզ, երբ կպահենք, գիտակցելով թե փորձությունը կա, նեղությունը կա, դժվարությունը կա։ Ուրեմն եզրակացնենք, Աստված շատ հստակ խոսեցավ Հորդանան գետին մեջ։ Բայց հիշենք, որ Հիսուս հնազանդ էր, խոնարհ էր, հանձնված էր Հորը ու ինքնությամբ հաստատված։ Սելներ այսօր Աստված դակավին գխոսի։ Աստվածաշունչին միջոցով գխոսի, բայց կգարտանք Աստվածաշունչը։ Աստված կխոսի, իր խոսքին միջոցով կգարտանք։ Աստված կխոսի Սուրբ Հոգին միջոցով, եկեղեցին միջոցով, եւ կանչված ենք լսելու իր ցայնը, որ գսե իմ ոչխարներս իմ ցայնս կլսեն, ու ես ալ զանոն կճանչնամ ու իմ ետևես ուքան։ Ուրեմն չկասկածինք, Աստված ամեն օր կխոսի, բայց հիմնական հարցը, արդյոք մենք խոնարհ, հնազանդ եւ պատրաստ սիրտ լսող ականջ ունենք իր ցայնը լսելու։ Ականջ ունենք, փառք Աստուծո, բայց Աստուծո ցայնը լսելու ականջ ունենք։ Պատրաստ ենք։ Չայբանենք Աստված։ Ինքնակնությամբ մենք մեզ հարցնենք, տեսնենք, անձնական հարցում, անձնական պատասխան, պատրաստ ենք լսելու իր ցայնը, իր կամքը օրհնյալը լա։ Ամեն։ Եկեք միասնապար մեր Տերոջ սորվեցուցած աղոթքը աղոթենք։ Զիքոյ արքայություն, զորություն եւ փառք հավիտյանս, ամեն։ Եվ ինք խաղաղության Աստվածը ցեզ բոլորովին սուրբն է։ Ու ձեր հոգին, մարմինն ու շունչը անառատ պահվին, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի քալուադենը,
ու հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստուծո սերը, Սուրբ Հոգուն հաղորդությունը, առաջնորդությունը, պաշտպանությունն ու զորությունը ձեր բոլորին, ձեր ընտանիքներուն, ձեր հարազատներուն հետ լա։ Կացեք խաղաղությամբ ամենակալն Աստված, Հայր, Որդի և Սուրբ Հոգի, բահե և պաշտպանե ձեզ, հիմա և միշտ, հավիտյանս, ամեն։